Ինչով է մեր եղել, մերը չի եղել։ Արցախը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ միավոր է միշտ եղել եւ Հայաստանի մաս չի կազմել։ Բայց նախորդ շրջանում էլ ինչ խոսել ենք, ասել ենք Բաղարաբաղը, Արցախը, այդ հողը ինչով է մերը եղել։ Ինչով է մի հատ բացատրեք ինչով է մերը եղել։ Արցախը Հայաստանի մաս չի կազմել։ Ասում են Ղարաբաղը մերն էր, այլևս մեր չի, սուտ է դա։ Օրվա բարի ժամ բոլորիդ, Հայեր ջան, այսօր մի քիչ երկար ենք խոսալու, ես ուղղակի չէի կարա չանդրադառնայի ուժեղ Հայաստան կոչվածի քաղաքական դիրքորոշմանը, որտեվ անկախ նրանից, ով ուզում է լինի ու ինչ լոլոներ ուզում է կարդա, ես չեմ կարա թույլ տամ, որ ազգս նորից խաբվի, այո, շատ ցավոտ իրականություն է, որ ձեր մեծ մասը քաղաքականապես կրթված չի, բայց դա չի նշանակում, որ եթե քաղաքականապես կրթված չեք, ուրեմն իմ հարազատը չեք Ես հայազգից բացի ուրիշ թանկ բան չունեմ իմ կյանքում, դրա համար էլ համ խնդրում եմ ձեզ, համ էլ օգնում եմ, որ քաղաքականապես կրթվեք։ Ինձ հարազատ չեն մենակ անհայրենիքները, մորթապաշտներն ու դեբիլները, ովքեր ոչ մի ձև չեն ուզում այդ դեբիլի ամպլուայից դուրս գան, դրանք հեչ։ Դրանք յոնջա են ու չեն կարա ոչ մի դեպքում հայազգ ներկայացնեն։ Ես կխոսամ ոչ միայն Նարեկ Կարապետյանի հարցազրույցի մասին, այլ ամբողջ այն քաղաքական մտածողության, որը տարիներով փորձում է հայ ժողովրդին պահի կամ պարտության հետ հաշտվելու կամ անվերջ ու անիմաստ ճակերտավոր ձևական պահանջատիրության մեջ, բայց առանց իրական ուժի կառուցման հոգեբանության։ Մենք քայլ առ քայլ կվերլուծենք, թե ոնց են սիրուն հայրենասիրական բառերի հետևում հաճախ թաքցվում գաղափարական հակասություններ, թույլ պետական մտածողություն ու ազգային նպատակների բացակայություն։ Հայր ջան, այս կարևոր խոսակցությունն է, որտեղ այսօր Հայաստանի գլխավոր ճգնաժամը մենակ քաղաքական չի։ Այս արդեն մտածողության, կամքի ու քաղաքակրթական ուղղության ճգնաժամ է։ Ու եթե ժողովուրդը չսովորի տարբերել իրական ազգային ռազմավարությունը պարզապես էմոցիոնալ խոսքից, ապա նույն փակ համակարգը տարբեր դեմքերով շարունակելու է կառավարել այն ապագան, որը կոչվում է մերը, բայց ծառայում է քրյա օլիգարխիկ համակարգին ու այդ համակարգի սպասավորներին, բայց ոչ երբեք մեզ ու մեր երեխեքին։ Նախորդ վիդեոյում ես խոսացի ԿՊ-ի հայակործան քաղաքականության մասին։ Այսօր էլ քանի որ նույնը անելու եմ այս ճակերտավոր ուժեղ Հայաստան կուսակցության հետ, ուզում եմ անպայման մի բան հիշեցնել։ Ու մեկ էլ հա, չմոռանամ, հատուկ այն անընկալունակ, այն խորապես անգիտակից ու տարական տրամաբանությունից զուրկ արհամարելի զանգվածի համար էլ շեշտեմ, որ ոչ հարգելի յոնջի փունջ։ Երբ ես քննադատում եմ Նիկոլին կամ իր թիմը, այդ չի նշանակում, որ ես Քոչարյանի, Սերժի կամ Սամվել Կարապետյանի աջակից եմ։ Ու ճիշտ հակառակը, երբ ես քննադատում եմ Քոչարյանին, Սերժին կամ Սամվելին, այդ էլ իր հերթին չի նշանակում, որ ես աջակցում եմ Նիկոլին կամ ԿՊ-ին։ Այս հատուկ այդ ինտելեկտուալ վակուում ունեցող զանգվածի համար նույնը նաև Արևմուտքի ու Ռուսաստանի պահով։ Երբ քննադատում եմ Կրեմլին, այդ չի նշանակում, որ ես արևմտամետ եմ ու հակառակը։ Հուսամ այդ մտավոր սահմանափակների դատարկ գլխին սա կհասնի։ Այ հիմա եկեք հատված առ հատված անցնենք Նարեկ Կարապետյանի արտահայտած մտքերին։ Լսեք առաջի դրվագը։ Մեր երկի առաջ երկու այլ ընտրանք, հա։ Առաջինը ինչպես առաջարկում է իշխանությունը մոռանալ մեր պատմությունը, մոռանալ 1.500.000 անմեղ սպանված հայերի ճակատագիրը։ Ու դրա դիմաց պատկերացնում եք, իրանք առաջարկում են մեր ամբողջ պատմությունը մոռանանք, 1.5 միլիոն մարդու ճակատագիր մոռանանք, դիմացը առաջարկում են էժան, ասենք, լոլիկ Թուրքիայից բերենք։ Որն է մեր գնահատանքը ընդհանուր, մենք մեր հանդեպ, մեր որպես ազգ, մեր ազգային ինքնասիրության։
Հայաստանի քաղաքական դաշտում ամենավտանգավոր մարդիկ միշտ չի, որ նրանք են, ովքեր բացահայտ ասում են հանձնվեք։ Ամենավտանգավորները նրանք են, ովքեր ժողովրդի ցավը վերցնում են որպես դեկորացիա, հետո նույն ժողովրդին նոր փաթեթավորմամբ վաճառում են նույն ստրկամտությունն ու ստրկությունը։ Այս դրվագում, որ նոր նայեցիք, Նարեկը փորձում է հասարակության մեջ հուզական ալիք բարձրացնի, ասելով, թե այս իշխանությունը հայ ժողովրդին առաջարկում է մոռանալ ցեղասպանությունը, մոռանալ պատմությունը, մոռանալ 1.5 միլիոն սպանված հայերի ճակատագիրը, դրա դիմաց թուրքական էժան լոլիկ ստանալու համար։ Միանշանակ ճիշտ է ասում։ Այս իր ասածին արդեն 5 տարուց ավել է լույսի բանակը անդրադառնում է։ Այդ իրանք են, որ մենակ հիմա են սկսել խոսալ, այդ չի հարցը։ Ու Նարեկին լսելուց առաջի հայացքից թվում է հայրենասիրական խոսք է ասում, բայց քաղաքական մտածողությունը սկսվում է հենց այնտեղ, որտեղ ավարտվում է առաջի հայացքը, որովհետև հիմա շատ կարևոր հարց է առաջանում։ Լավ, ասածը ճիշտ է, համաձայն ենք, որ Նիկոլը ուզում է ուրանա ցեղասպանությունն էլ, արևմտյան Հայաստանն էլ, Արարատն էլ, Արցախն էլ։ Իսկ դուք ինչ եք առաջարկում ազգին։ Որն է ձեր քաղաքակրթական առաջարկը, որն է ձեր ազգային մոդելը, որն է ձեր արժեքային համակարգը, որտեվ եթե ամբողջ տարբերությունը Նիկոլի ու ձեր մեջ այն է, որ ինքը ազգին ուզում է վաճառի թուրքական լոլիկով, իսկ դուք 0% հարկով ու կուշտ փորով, ապա այս ոչ թե գաղափարական հակադրություն է, այլ նույն ստամոքսային քաղաքականության երկու տարբեր մարքեթինգային փաթեթավորում։ Ու այս է ամբողջ ողբերգությունը։ Հայաստանի քաղաքական դաշտի մեծ մասը հայ մարդուն այլևս չի դիտարկում որպես քաղաքակրթական էակ, չի դիտարկում որպես պատմություն կրող ժողովուրդ ու չի դիտարկում որպես ռազմավարական միտք ունեցող ազգ։ Սրանք բոլորը հայ մարդուն դիտարկում են որպես սպառող ստամոքս։ Մեկը ասում է հանձնեք ամեն ինչ մենակ թե էժան ապրենք, մյուսն էլ ասում է ընդհանրապես հանձնածը մի պահանջեք, բայց եկեք ավելի լավ բիզնես մոդելով ապրենք։ Բայց ուշադրություն դարձրեք ամենասարսափելի կետին։ Երկուսի խոսույթից էլ բացակայում է ազգի բարձր նպատակը։ Չկա խոսք ազգային վերածննդից, չկա խոսք ուժային պետությունից, չկա խոսք գիտության գերտերություն դառնալուց, չկա խոսք տեխնոլոգիական հեղափոխությունից, չկա խոսք ռազմական էլիտա ստեղծելուց ու չկա խոսք պատմական իրավունքների ռազմավարական պաշտպանության մասին։ Եթե կա էլ, ապա զուտ որպես օդում կարակած բառերի կույտ, որ հարցնես ոնց, իրանք էլ չգիտեն։ Մի ճյուղից մյուսը թռնելով ամեն կերպ խույս են տալու ուղիղ պատասխանից, այսինքն ամբողջ քաղաքական դաշտը ազգին չափում է կամ լոլիկով, կամ հարկով, կամ կուրսով, կամ գներով։ Ու այս արդեն քաղաքական խնդիր չի, այս քաղաքակրթական դեգրադացիա է։ Ոստեղ ամենավտանգավոր մանիպուլյացիան այն է, որ ինքը ճիշտ ցավի վրա կառուցում է սխալ լուծում։ Այո, հայոց ցեղասպանությունը չի մոռացվում ու չի մոռացվի երբեք։ Այո, Արարատը սուպերմարկետի ապրանք չի։ Այո, ազգը չի կարա գոյատևի ինքնամոռացության վրա։ Բայց եթե դու այս ամեն ինչը ասում ես, հետո նույն ազգին առաջարկում ես ընդհանրապես տնտեսական հարմարավետություն առանց ազգային մեծ նպատակի, ուրեմն դու պարզապես ցավը վերածում ես քաղաքական կապիտալի։ Հայր ջան, այս արդեն հայրենասիրություն չի, այս ցավի բիզնես է։ Ու ժողովուրդը պետք է վերջապես հասկանա մի բան, ազգերը չեն ոչնչանում մենակ դավաճաններից, ազգերը ոչնչանում են նաև այն ժամանակ, երբ իրենց ապագան սկսում են չափել մենակ սառնարանով։ Պատմության մեջ երբեք մեծ պետությունները չեն կառուցվել էժան ապրելու գաղափարի վրա։ Հռոմը չի կառուցվել էժան լոլիկի վրա, Իսրայելը չի կառուցվել զեղչված շուկաների վրա ու Ճապոնիան էլ չի վերածնվել կուշտ փորի գաղափարախոսությամբ։ Մեծ ազգերը կառուցվել են առաքելության վրա, ինքնասիրության վրա, ուժի վրա, հիշողության վրա ու վերջապես պատմական կամքի վրա։ Իսկ ստեղ մեզ նորից առաջարկում են ընտրություն ոչ թե բարձրության ու անկման մեջ, այլ տարբեր տեսակի նյութապաշտության։ Ու ամենախնդալունը գիտեք որն է, սրանք խոսում են ազգային արժանապատվությունից նենց, ոնց որ տարիներով Հայաստանում փողի, մոնոպոլիայի, կախվածության ու օլիգարխիկ մտածողության մշակույթը օդից է հանգել։ Ժողովրդին տարիներով սովորացրել են չմտածել որպես ազգ, սովորացրել են մտածել որպես սպառող։ Հիմա էլ կանոն զարմացած հարցնում են, բա ազգային ինքնասիրությունը ուր կորավ։ Դուք եք եղել այդ համակարգի ճարտարապետներից մեկը, դուք եք այդ համակարգի ճարտարապետների ընկերներն ու գործընկերները մոռացաք, թե մոռացել եք, նենց կհիշեցնեմ, քիչ չի թվա։ Ու հայր ջան, Հայաստանի ողբերգությունը այն չի, որ մեզ լոլիկ են առաջարկում, ողբերգությունը այն է, որ ամբողջ քաղաքական համակարգը համոզված է, որ հայազգին կարելի է կառավարել մենակ ստամոքսի լեզվով։ Սրանցից ոչ մեկ չի ասում վերածնվեք, ուժեղացեք, քաղաքականապես կրթվեք ու դառեք ազգ, որին աշխարհը չի համարձակվի թելադրել։ Այս է ամբողջ այսօրվա համակարգը։ Հիմա լսեք Նարեկի հաջորդ մարգարիտ մտքերը։
Ասում են սա սադրանք է պարոն Կարապետյան։ Մենք- Թուրքիայի դրոշ այրելը, այս պահանջատիրական թեզերը։ Նոր պատերազմ են բերելու սրանով։ Մեր պահանջը ցեղասպանության ճանաչումն է։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանաչել է ցեղասպանությունը։ Սա դրանք է դա։ Ֆրանսիայի Հանրապետությունը ճանաչել է ցեղասպանությունը։ Սա դրանք է դա։ Իհարկե սա դրանք չէ։ Մեզ պետք է ցեղասպանության համաշխարհային ճանաչում, մեզ պետք է որ վաղ թե ուշ Թուրքիայի Հանրապետությունը ճանաչելու է հայերի անմեղ հայերի կոտորածը։ Ինչպես դա երկարաժամկետ տարածաշրջանում արդարության վերականգնման միակ լավ ճանապարհն է ազգերի միջև խաղաղության երկարաժամկետ եւ համերաշխության հաստատման միակ ճանապարհն է։ Եթե մեկը ստիպում է քեզ 1.5 միլիոն քո ազգի մեծ նշանակալի մասի ճակատագիրը մոռանալ, սպանդ իրականացնելուց հետո եւ դու ընդունում ես, որ կարելի է քո հետ այդպես վարվել, դու ընդունում ես, որ քո հետ այդ մեթոդներով են շփվում։ Երկրներ կան, դուք նայեք հոլոկոստի օրինակով ինչպես է աշխարհում մինչև հիմա ինչպես ուժ վերցրեց Իսրայելի պետությունը հոլոկոստի իր տանջանքներից, իր ազգի տանջանքներից եւ վերածվեց տարածաշրջանային տերության։ Մեր կյանքի փորձը, մեր պատմական փորձը մի բանի մեջ է, ապացույցը մի բան է, առաջին հանրապետության պատմական փորձի ապացույցն է մի բան։ Մենք պետք է իհարկե տարածաշրջանում ունենանք լավ հարաբերություններ, բայց այդ լավ հարաբերությունները պետք է չլինեն արյան վրա, պետք է լինի արդարության հիմքով։ Թուրքիայի հետ հարաբերությունները մենք պատրաստ ենք վերականգնել առանց նախապայմանի, բայց թուրքական հասարակության հետ մենք ունենք ճշմարտության մասին խոսելու կարիք։ Եղել է այդպիսի բան, մեր նախնիները այստեղ են տեղափոխվել բռնի, նրանց մեծ մասը, հարազատների մեծ մասը ճանապարհին սպանվել է։ Դա ճշմարտություն է։ Եթե մենք մոռանում ենք հիմա, մենք դուռ ենք բացում, ապագայում ասում ենք, որ մեզ հետ այդպես կարելի է։ Հայաստանի քաղաքական դաշտում կա մի հատ շատ հին տեխնոլոգիա։ Մարդիկ ասում են մի քանի ճիշտ նախադասություն, հետո դրանց արանքում նենց են մտցնում ամենավտանգավոր գաղափարները, որ հասարակության մեծ մասը նույնիսկ չի էլ նկատում, թե որտեղ ավարտվեց ճշմարտությունը ու որտեղ սկսվեց քաղաքական թունավորումը։ Նարեկի այս հատվածը հենց դրա դասական օրինակն է։ Սկզբում ինքը խոսում է ցեղասպանության ճանաչման մասին, խոսում է պատմական արդարության մասին, խոսում է Իսրայելի օրինակից ու խոսում է ազգային արժանապատվությունից ու քաղաքականապես չկրթված մարդը երբ լսում է գլխով անում ասում է հա տրամաբանական բաներ է ասում, բայց քաղաքական մտածողությունը սկսվում է ոչ թե այնտեղ որտեղ դու լսում ես բարձր բառեր, այլ այնտեղ որտեղ դու հասկանում ես դրանց կառուցվածքային հակասությունը։ Ու հիմա ուշադրություն, այս ամբողջ հատվածի ամենավտանգավոր նախադասությունը ոչ թե այնա ինչ ինքը բարձրաձայն ասում է, այլ այնա թե ինքը ինչն է տեղավորում այդ ամբողջ ասացի մեջ նենց, որ հասարակության մեծ մասը բաց է թողում։ Թուրքիայի հետ հարաբերությունները մենք պատրաստ ենք վերականգնել առանց նախապայմանի։ Նարեկ, դու մի ամբողջ ելույթ ես կառուցում այն գաղափարի վրա, որ առանց ճշմարտության խաղաղություն չկա։ Ասում ես, եթե մոռանանք ցեղասպանությունը, ուրեմն ընդունում ենք նոր ցեղասպանությունների հնարավորություն։ Ասում ես, արդարությունը խաղաղության հիմքն է, ասում ես, թուրքական հասարակության հետ պետք է ճշմարտության մասին խոսանք։ Այս ամեն ինչը ճիշտ ես ասում, բայց հետո նույն շնչով ասում ես, մենք պատրաստ ենք հարաբերությունները վերականգնել առանց նախապայմանի։ Այստեղ արդեն սկսվում է ոչ թե քաղաքականություն, այլ ինտելեկտուալ կոլապս, որտեղ առանց նախապայմանի նշանակում է առանց ճանաչման, առանց պատասխանատվության, առանց պատմական ընդունման, առանց փոխհատուցման քննարկման, առանց անվտանգության երաշխիքների, առանց քաղաքակրթական վերանայման ու առանց հողերի վերադարձի պահանջի։ Այսինքն դու բառերով ասում ես ճշմարտությունը կարևոր է, բայց քաղաքական դիրքորոշմամբ ասում ես, բայց եթե անկեղծ կարանք նաև առանց դրա առաջ գնանք։ Ու ապեր ջան, այս արդեն ոչ թե գաղափարական հակասություն է, այլ քաղաքական երկդիմություն։ Ոստեղ ամենակարևոր հարցը էս է։ Եթե ցեղասպանության հարցը քո համար գոյաբանական հարց է, եթե ասում ես դրա մոռացումը ազգային ստորացում է ու եթե ասում ես այդ դուռը բացում նոր հանցագործությունների համար, բա ոնց է այդ դեպքում առանց նախապայմանների հարաբերությունը քո համար ընդունելի հարց, սովորական հարց։ Հիմա Նարեկ, քեզ քաղաքականությունից մեծ շատ կարևոր բան սովորացնեմ, դա միշտ հիշի։ Ցեղասպանությունը կամ քաղաքական հիմքը կամ որոշ լոլոներ կարդացողների մոտ զուտ հուզական գործիք է լսարանի վրա ազդելու համար։ Երկուսը միասին գոյություն չունեն։ Այդ հիշի ու եթե քո համար ցեղասպանության հարցը քաղաքական հիմք չի, սրանից հետո չհամարձակվես այդ սրբագույն հարցը սարքես քո համար քաղաքական էժան գործիք։ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ կայքավորելու պատրաստը ոնց կարա ու ընդհանրապես ինչ իրավունք ունի ցեղասպանության հարցը վերցնի դնի, հա։
Այդ որ բարոյական հիմքով Կարեմալյան Համենակ էս չի, որ սենց անկապ խոսում ես, բերում ես Իսրայելի օրինակը, բայց ստեղ կա մի հատ դաժան խնդիր, Իսրայելը ուժ չդառավ մենակ այն պատճառով, որ հիշեց հոլոքոստը, Իսրայելը ուժ դառավ, որովհետև հոլոքոստից հետո կառուցեց ուժի դոկտրին, կառուցեց տեխնոլոգիական գերազանցություն, հետախուզական մեքենա, ռազմական արդյունաբերություն, գլոբալ ազդեցության ցանց, ազգային էլիտա ու պետական կամք։ Իսրայելը աշխարհին չասեց, խնդրում ենք մեզ խղճակ։ Իսրայելը աշխարհին ասեց, այլևս երբեք։ Ու այդ նախադասության տակ դրեց հերթիրներ, գիտություն, ռազմավարություն, պետություն ու ուժ։ Իսկ քեզնից մենք լսում ենք զգացմունքային խոսք առանց ուժի կոնցեպտի։ Այս է տարբերությունը պատմական հիշողության ու պատմական շահագործման մեջ։ Ու հայր ջան, ամենասարսափելին գիտեք որն է, որ այս ամբողջ խոսքում նույնիսկ մի նախադասություն չկա այն մասին, թե Հայաստանը ոնց պետք է դառնա նենց պետություն, որի հետ այլևս ոչ ոք չի համարձակվի տենց վարվի։ Ու էսա մեր քաղաքական ողբերգությունը։ Բոլորը խոսում են անցյալի ցավից ու քչերն խոսում ապագայի ուժից։ Ուրեմն, ես էլ ասեմ սովորին, արեք, Թուրքիայի հետ հարաբերությունները կարան լինեն մենակ երկու հիմքի վրա, կամ ուժի հավասարակշռության, կամ պարտության հոգեբանության, միջանկյալ տարբերակ գոյություն չունի։ Եթե դու ասում ես առանց նախապայմանի, երբ դիմացդ կանգնած պետությունը ոչ միայն չի ճանաչել ցեղասպանությունը, այլ շարունակում է տարածաշրջանային ճնշման քաղաքականությունը, ապա դու գործնականում ասում ես, եկեք ձև բռնենք, թե պատմական հարցերը հետո կլուծվեն։ Բայց պատմությունը ցույց է տվել մի պարզ բան, այ որ պատմությունով հետաքրքրված լինեիր, մինչև վարչապետի թեկնածուիդ ներկայացնելը, կիմանայիր, որ չլուծված արդարությունը երբեք չի դառնում խաղաղություն։ Այդ ընդհանրապես դառնում է հետաձգված կոնֆլիկտ։ Եթե դու ասում ես ցեղասպանությունը մոռանալ չի կարելի, բայց նույն ժամանակ ասում ես հարաբերությունները կարելի է սկսել առանց որևէ պայմանի, ուրեմն դու ոչ թե լուծում ես հակասությունը, այլ փորձում ես ազգին միաժամանակ համ ցավ վաճառես, ամեն այդ ազգի վրա հաշտեցում վաճառես։ Մի ձեռով պատմական վերք ես ցույց տալի, մյուս ձեռով այդ վերքի վրա առանց նախապայմանի քաղաքական ժպիտ ես նկարում։ Ապեր այդ արդեն դիվանագիտություն չի, այդ քաղաքական ֆոտոշոփ է։ Դրա համար այդքան մի տարվեք այդ արհեստական ինտելեկտով ու քաղաքական ֆոտոշոփով, որտեղ ձեզ բերում է նրան, որ անգամ ուղիղ տրված հարցերին լրիվ ուրիշ բան եք պատասխանում։ Ու հաջորդ դրվագը հենց դրա մասին է, քեզ մի հատ կարևորագույն, կարելի ասել առանցքային հարց են տալի, դու լրիվ անկապ ուրիշ բան ես պատասխանում։ 2023 թվականին Արցախի բռնի տեղահանումը, էթնիկ զտումներ, Թուրքիայի փոքր եղբայրը Թուրքիան ներգրաված են այս բոլոր գործընթացներին, ձեր կուսակցությունը, ձեր ուժը մի բան ասեմ արցախցիների համար։ Մի բան ասեմ, որ Արցախի մեր հայրենակիցները այստեղ են ու ողջ առողջ, դրա մեծապես դեր ունի ցեղասպանության ճանաչման վերջի 50 տարվա քայլերը, որովհետև Ադրբեջանի նախագահը ամեն դեպքում կպահել է սահմանափակման մեջ իր նկրտումները եւ մեծի մասամբ մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգությունը մինչև Հայաստան վտանգի տակ լինելով նրանք հասել են Հայաստան։ Սա ապացույց է, որ ցեղասպանության ճանաչումը ունի երկու կարևոր հիմնաքար։ Առաջինը ապագայի համար կանխարգելում, որպեսզի մենք ունենանք հետագայում չունենանք այդպիսի էլ մեր պատմության մեջ այդպիսի իրադարձություններ, իմանան, որ ով անում է պահանջատեր ենք մենք, երկարաժամկետ 100 տարի անցնի, 130 տարի անցնի, մենք լինելու ենք պահանջատեր։ Նարեկ, կարող է ձեր կուսակցության անունը փոխեք, անունը դրել եք ուժեղ Հայաստան, բայց խոսում ես նենց հոգեբանությամբ, ոնց որ հայազգը ծերպիլա է, այն որ նայեք, հա, մեզ եթե կոտորեցիք, մենք դարերով կպահանջենք։ Նախ լրագրողը հարցնում էր արցախցիների համար ձեր ուժը ինչ առաջարկ ունի, չպատասխանեցիր։ Այն ոչիլի անեկդոտի պես հարցաթերթիկը քո համար ոնց որ նշանակություն չունի, անգիր արած ասում ես այն ինչը սովորել ես։ Ու հիմա այդ սովորածիդ վերաբերել էլ ասեմ։ Այդ ինչ ընկճվածի մտածողությունն է ձեր մոտ։ Գիտես որն է ձեր բոլորի Նիկոլի էլ այդ թվում ու Լուիսի բանակի տարբերությունը, որ մենք ի տարբերություն ձեզ ասում ենք, որ մեկը մեր հանդեպ շշկռվի մաման կլացացնենք, ոչ թե 150 տարով պահանջատեր ենք կլնելու։ Ու որ ասում եմ մաման կլացացնենք, շատերը նորից այդ ողբանավակ քարոզները ուտելուց հետո հարցնում են, այդ ոնց է, մենք թույլ ենք, մենք չենք կարա, փոքր ենք, ամեն ասածս հաստատված ու հանրայնացված է։ Մտեք Լուիսի բանակի կայք, ծրագրերը ուսումնասիրեք ու մի քիչ միջուկ ունեցող տաղավարի քաղաքականության մտածողություն սովորեք։ Բացի այդ էլ մեր կայքում ամեն ինչ մանրամասն կա, թե ոնց ու ինչ ենք անելու։ Բնականաբար
հանրայնացման համար թույլատրելի սահմաններում։ Այ էդ է կանխարգելիչ քաղաքականությունը, որ մատները սկացեք, թևներդ քոքից կպոկենք, ոչ թե հանկարծ մեզ միլիոններով կոտորեք, նայեք, հա մենք 100 տարի պահանջելու ենք։ Ասենք լավ է, սապեր։ Այսքան ասեցիր, մի հատ չլսեցինք, ասես կպատժենք, պատժամիջոցներ կկիրառենք կամ նման մի բան։ Էդ է սպառնալիքդ ազգիդ կոտորելու դիմաց, որ 100-130 տարի պահանջելու ես, լուրջ։ Քեզ հարցնում են ինչ եք անելու արցախցիների համար, դու պատասխանում ես մենք 100 տարի պահանջատեր ենք ելնելու։ Լավ, ըստ քեզ, այդ քո ասածը ռազմավարությունն է, թե ազգային ողբի հավերժական աուդիո գիրք։ Ու հենց տեղա ձեր համակարգի ամբողջ մտածողության ողբերգությունը։ Դուք ազգին սովորացնում եք ոչ թե ուժի հոգեբանություն, այլ վերապրողի, անընդհատ վերապրելու։ Ձեր ամբողջ ենթատեքստը էս է, որ մեզ կարան կոտորեն, բայց մենք էդի երկար կհիշենք։ Ես ուզում եմ ժողովուրդը մի հատ հարց տա, էլի, մասնավորապես այս ուժեղ Հայաստանի աջակիցները։ Լավ, բա ինչի պետք է մեզ ընդհանրապես կոտորեն։ Ինչի է ամբողջ քաղաքական խոսույթը կառուցված ոչ թե թշնամուն կանխելու, այլ հետո պահանջատեր դառնալու տրամաբանության վրա։ Այստեղ է տարբերությունը ձեր բոլորի ու Լուիսի բանակի մտածողության մեջ։ Դուք խոսում եք ողբերգությունից հետո հիշելու մասին, մենք խոսում ենք նենց ուժեղանալու մասին, որ մեկը նույնիսկ չհամարձակվի շշկրվի հայ ազգի ուղղությամբ։ Այ էդ է կանխարգելիչ պետական մտածողությունը, որը դուք չունեք։ Իսկ Լուիսի բանակի կանխարգելիչ քաղաքականությունը նշանակում է նենց պետություն, նենց բանակ, նենց տեխնոլոգիական ու ռազմավարական համակարգ, նենց պատասխան հարվածի դոկտրին, որ թշնամին նախքան հարձակվելը հաշվի նստի ոչ թե մեր ցավի կամ հիշողության, այլ մեր պատժելու կարողության հետ։ Ռազմական ծրագիրը ոնց լսեցինք, մենակ դրոններից պաշտպանվելն է։ Մի հատ հակադարձ հարվածի պատրաստության մասին խոսք կամ ծրագիր ունես, դարերով մենակ պաշտպանվելու ենք պատրաստվել, դրա համար էլ այսօր ենք։ Ու դու էլ իբր նոր ուժ ես, հա, նոր գաղափարներով, այդ դու էլ էլի խոսում ես մենակ պաշտպանվելուց։ Չեմ հասկանում, այս երկրում ձեր համար մենակ պաշտպանվելու մրցույթ, հա։ Հայաստանին շատ վաղուց արդեն մենակ պաշտպանվել չի պետք, այլ պետք է հստակ ազգային գաղափարախոսություն, պետական ու ռազմական ողնաշար, դիրք ու կարևորություն միջազգային հարթակում ոչ թե նորից պաշտպանվել, կուշտ հաց ուտել ու նորից պաշտպանվել մինչև հաջորդ հաց ուտելը։ Այդ 0% հարկով եք ուզում աշխարհում հարգանք ունենաք, թե բնակչության կուշտ փորով եք ուզում թշնամի վախացնեք։ Այսինքն ասածդ այն է, որ գալու ես ասես խնդրում ենք մեզ նորից մի կոտորեք, որովհետև հետո շատ երկար պահանջելու ենք, լուրջ։ Ես մի բան գիտեմ, որ մեր հայ ժողովուրդը վերջապես պետք է հասկանա ձեր բոլորի ու Լուիսի բանակի տարբերությունը։ Պահանջատիրությունը, եթե դրա հետևում ուժ չկա, վերածվում է երկարաձգված ողբի։ Իսկ ուժը, մանավանդ եթե դրա հետևում ազգային կամք կա, դառնում է այն լեզուն, որը անգամ հայերեն չիմացող թշնամին հասկանում է։ Ու ձեր նման քաղաքական ուժերի պատճառով է, որ Հայաստանի քաղաքական դաշտում ամենահեշտ բանը ողբերգությունից բարոյական դեկլարացիա սարքելն է, իսկ ամենադժվարը ողբերգությունից ուժի համակարգ կառուցելը։ Քո այս ամբողջ հարցազրույցը ընդամենը մի հատ քաղաքական պոեզիա էր։ Ու այդ պոեզիայից մի միտք էլ կա, որ ուզում եմ առանձնահատուկ անդրադառնամ։ Ասում ես արցախցիները ողջ հասան Հայաստան, որովհետև վերջի 50 տարվա ցեղասպանության ճանաչման գործընթացը սահմանափակեց Ադրբեջանի գործողությունները։ Այսինքն փորձում ես ներկայացնել, որ միջազգային ճանաչումները դառան անվտանգության հիմնական երաշխիք, հələ ժողովուրդ եկեք մեծ նարեկին քաղաքական հասունությամբ հարց տանք, էլի։ Եթե այդ ճանաչումներն այդքան ուժեղ զսպող մեխանիզմ էին, բա ինչի Արցախը ամբողջությամբ հայաթափվեց, ինչի 120,000 մարդ դուրս եկավ իր հայրենիքից, ինչի աշխարհը հերթով չակերտավոր մտահոգություն հայտնեց, հետո անցավ իր գործերին։ Ինչի ցեղասպանությունը ճանաչած պետությունները չկանխեցին էթնիկ զտումը, որովհետև իրական աշխարհաքաղաքականությունը գործում է ոչ թե ցավի, այլ ուժի հարաբերակցության վրա։ Էս է այն դաժան ճշմարտությունը, որը Հայաստանի քաղաքական դասը տարիներով վախեցել է ասի ժողովրդին։ Այո, ցեղասպանության ճանաչումը կարևոր է, դրանում անգամ խոսք չկա։ Այո, պատմական հիշողությունը կարևոր է ու այո, պահանջատիրությունը կարևոր է, բայց երբ դու այդ ներկայացնում ես որպես անվտանգության հիմնական մեխանիզմ, դու վտանգավոր պատրանք ես ստեղծում ժողովրդի մեջ։ Եթե պետությունը թույլ է, ապա կողմնորոշված է, ռազմավարական կամք չունի ու իր ուշք ու միտքը կամ էժան լոլիկն է կամ էլ 0% հարկը, ապա նույնիսկ միջազգային ամենասիրուն հայտարարությունները չեն փրկելու քեզ։ Աշխարհը հարգում է ոչ թե մենակ հիշողություն ունեցող ազգին, այլ այդ հիշողությունը ուժի վերածած ազգին։
Ու նկատել ես, որ շատ հաճախ ես Իսրայելի օրինակը բերում, բայց չես հասկանում դրա էությունը։ Իսրայելը հոլոքոստի հիշողությունը չդարձրեց մենակ դիվանագիտական արշավ, ինքը այդ դարձրեց ազգային անվտանգության ճարտարապետություն։ Իրենց տրամաբանությունը էս էր, եթե աշխարհը մի անգամ լռել է, ուրեմն երկրորդ անգամ մեր անվտանգության գլխավոր պատասխանատուն մենակ մենք ենք։ Ու հենց այդ է պետական մտածողությունը։ Իսկ դու նորից փորձում ես մարդկանց համոզես, որ եթե բավական երկար պահանջատեր լինենք, պատմությունը ինքը իրան կլուծվի։ Պատմությունը ոչ մի բան ինքը իրան չի լուծում։ Պատմությունը պատկանում է ուժեղներին, ու ուժեղ մենակ անունով չէ, այդ որ անունները դրել եք ուժեղ Հայաստան, այլ քաղաքական դիրքորոշմամբ, պետական կամքով, պատասխան հարվածի պատրաստակամությամբ, ռազմավարական սառնասրտությամբ ու թշնամու հաշվարկները ջարդող ուժով։ Ուժեղը ինչի ով բեմից արդարություն բառն է շատ ասում։ Ուժեղը այն է, որի գոյությունն արդեն հակառակորդի համար ռիսկ է։ Օրինակ իմ ու Լույսի բանակի գոյությունը մենակ միայն մեր գոյությունը արդեն մեծ ռիսկ է հայազգի թշնամիների համար։ Ես կարամ ասեմ, որ մենք ուժեղ ենք։ Ձեր ինչն է ուժեղ։ Erməni Hərbi Vətənpərvərlik Təşkilatının rəhbəri Karen Arayan bildirib ki, faktlara görə Xocalıda soyqırım olmadığını sübut edə bilər. Xocalı soyqırımı zamanı zərər çəkmiş azərbaycanlılar Karen Arayanın bu bəyanatına necə reaksiya verəcəklər? Главой армии света. Зовут Карен Arayan. Bundan əlavə, bu yaxınlarda Ermənistanda hakimiyyətə can atan erməni revanşisti Karen Arayan bizə məlum oldu. Армянский расист под именем Армия Света. Одним из армянских, чего там греха таить, неонацистов. Речь идет о Карене Arayani. Ermənistan hakimiyyəti də susur. Sirius dəstəsi Ermənistanda qeydiyyata alınmayıb. Sirius Ermənistanda bir Karen Arayan tərəfindən idarə olunan qanunsuz bir dəstədir. В эфире очередной выпуск военно-аналитической программы «Полигон» на канале CBC. Если армянский реваншизм только сейчас воспринимается специалистами СМИ как реальная сила, способная воздействовать на определенные процессы, то для силовых структур азербайджанской стороны Ուժեղը այնչի, ով 100 տարի պահանջելու մասին է խոսում։ Ուժեղը այն է, որի պատճառով թշնամիները մի վայրկյանում 100 պլաններ են փոխում։ Ուժեղ պետությունը այնչի, որ իր ցավը անընդհատ ցուցադրում է աշխարհին։ Ուժեղ պետությունը այն է, որի հնարավորությունները աշխարհն է հաշվում։ Ու ընդհանրապես լավ հիշեք, որ ուժեղությունը լոզունգ չի։ Ուժեղությունը բանակ է, տեխնոլոգիա է, հետախուզություն է, պատմության իմացություն է, արդյունաբերություն է, կամք է ու վախ ներշնչող պատասխանատվության մեխանիզմ է։ Որովհետև աշխարհաքաղաքականության մեջ հարգում են ոչ թե ամենաբարձր լացողներին, այլ ամենաբարձր գին թելադրողներին։ Ու հիմա ամենավտանգավոր հատվածը։ Այդ 100 տարի անցնի, 130 տարի անցնի, մենք լինելու ենք պահանջատեր։ Լավ միտք է հնչում, էմոցիոնալ է հնչում, հայրենասիրական է հնչում, բայց կա մի հարց. պահանջատեր ինչով, Facebook-յան ստատուսներով, հուզական ելույթներով տարբեր ամբիոններից կամ հանրահավաքներին, թե սիմվոլիկ հայտարարություններից կախված քաղաքականությամբ։ Հայաստանի գլխավոր խնդիրը հիմա նույնիսկ պարտությունը չի։ Գլխավոր խնդիրն այն է, որ մեր քաղաքական դաշտի մեծ մասը հələ չի հասկացել, որ 21-րդ դարում զոհի հիշողությունը ինքը իրանով անվտանգության համակարգ չի։ Եթե հիշողությունը ուժ չդառավ, ինքը դառնում է ընդամենը տարելից։ Ու հիմա ամենադաժան ճշմարտությունը, Արցախը չկորավ, որովհետև աշխարհը չգիտեր մեր ցավը։ Աշխարհը կորավ, որովհետև աշխարհը տեսավ, որ մեր քաղաքական դասը ցավի մասին ավելի շատ է խոսում, քան ուժի։ Մի մասը ժողովրդին կերակրում էր խաղաղության պատրանքով, մյուս մասը պահանջատիրության էմոցիոնալ ռոմանտիզմով, բայց երկուսն էլ շրջանցել են ամենակարևոր հարցը, թե ոնց դարձնենք Հայաստանը նենց պետություն, որի ժողովրդի անվտանգությունը այլևս կախված չլինի ուրիշների խղճից։ Ու հենց տեղից է սկսվում իրական ազգային քաղաքականությունը, որն այսօր առաջարկում է մենակ Լույսի բանակը։ Ու մինչև որոշակի զանգվածը կփորձի այսքանը մարսել, լսեք Նարեկի հաջորդ, բայց արդեն Նիկոլի թեզը կրկնող միտքը։ Ուշադրությամբ նայեք, որովհետև այս արդեն սովորական հարցազրույց չի, այս քաղաքական մտածողության ռենտգեն է։ Ուղղակի Նիկոլ Փաշինյանը ասում է, որ հայոց ցեղասպանության ճանաչումը միջազգային խաղացողների համար, այդպես ասած, իրար դեմ պայքարի գործիք է եղել։ Նա մատնանշում է, որ մեր տարածքը 29743 քառակուսի կիլոմետր է, թեր բնակեցված է։ Թող Փաշինյանը չզուգորդի երկու բան։ Նա այստեղ խաղ է ներկայացնում իր հասարակությանը, հայոց ցեղասպանության ճանաչումը եւ տարածքային նկրտումները երկու տարբեր բաներ են։ Երկու տարբեր բաներ են։ Մենք պետք է հայոց ցեղասպանության ճանաչումը որպես արդարության վերականգնում։ Հայաստանի Հանրապետությունը ունի տարածքային նկրտում հարևան որևէ երկրի նկատմամբ։
եք ասում գնալու եք Արևմտյան Հայաստան։ Չունի տարածքային նկրտում։ Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց ոչ Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ տարածքային նկրտում։ Հայ ժողովրդի հայրենիքն է, բայց ոչ Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ նկրտում։ Եվ նա թող երկու բաները չմիացնի, երկու հարցերը։ Միայն Թուրքիայից չէ՞ չունի որևէ։ Որևէ նկրտում։ Արցախը։ Ասեմ։ Այո, բոլոր հարևաններից Հայաստանի Հանրապետությունը չունի նկրտում։ Այդպես Արցախը։ Արցախը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ միավոր է միշտ եղել եւ Հայաստանի մաս չի կազմել, անկախ միավոր է։ Ճանաչված անկախությամբ, իր անկախության օրով։ Այդ դրա վերաբերյալ ինչ գործընթաց է սպասում, եթե դուք գաք իշխանության։ Մենք պետք է իրականության առերեսվենք, ճիշտ ամենամեծ այս պահին ուղղակի մեր Արցախահայերի իրենց հայրենիք վերադառնալու, անվտանգ վերադառնալու իրավունքն է։ Պարոն Կարապետյան, դեր Հայաստանը եւս մեկ անգամ եմ ուզում նշեմ։ Հայաստանը տարածքային նկրտում չունի։ Հայաստանի Հանրապետությունը տարածքային նկրտում չունի տարածաշրջանային որևէ երկրի հանդեպ։ Ուղղակի մենք երկարաժամկետ արդարության կողմնակից ենք։ Մենք կողմնակից ենք։ Երկարաժամկետ արդարություն։ Արդարությունը մեր նախնիներից սպանել են 1.5 միլիոն մարդ, պետք է Թուրքիայի Հանրապետությունը եւ թուրքական հասարակությունը ընդունի այդ մեղքը, որ Օսմանյան կայսրությունը, Թուրքիայի Հանրապետության նախորդ պետությունը, Օսմանյան կայսրությունը կատարել է այդպիսի ոչիր իր տարածքում ապրող հայերի եւ մյուս քրիստոնյաների հանդեպ։ Նայեք ինչ է ստացվում։ Նարեկը մի կողմից ասում է Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց հաջորդ նախադասությամբ ասում է Հայաստանի Հանրապետությունը որևէ տարածքային նկրտում չունի։ Այսինքն պատմականորեն քոնն է, բայց քաղաքականորեն դու ոչ մի բան չես պահանջում։ Հիմա հայրեն ջան, ես ուզում եմ որ դուք հասկանաք, թե այս իրականում ինչ է նշանակում։ Այս նշանակում է հիշողություն առանց կամքի, ինքնություն առանց իրավունքի ու պատմություն առանց քաղաքական շարունակության։ Հիմա որն է Նարեկի ու Նիկոլի վարած քաղաքականության տարբերությունը։ Փորձեք մեկը 10-եք էլի։ Այս նույն ստորացած վիճակը ուղղակի 0% հարկերով, հա, դա տարբերությունը։ Ախր այս արդեն ազգային գաղափարախոսություն չի, այս թանգարանային ազգայնականություն է։ Ու ամենածիծաղալունը գիտեք որն է։ Այս երիտասարդն ասում է հայոց ցեղասպանության ճանաչումը ու տարածքային նկրտումները տարբեր բաներ են։ Եթե ուղեղներս անջատենք ու դրան նայենք մենակ տեխնիկապես, ապա հա, դրանք տարբեր բաներ են։ Իսկ քաղաքական իրականության մեջ դրանք ամբողջությամբ անջատելը արդեն ինքնակամ անդամահատում է։ Հիմա ինչ անենք, Նարեկին արդարացնելու համար ուղեղներս անջատենք։ Հենա Նիկոլին սատարողներն էլ են էլի տենց անում։ Նիկոլի ասածները արդարացնելու համար ուղեղները անջատում են։ Ու մենակ Նիկոլին չէ։ Ամեն մեկը իր նախընտրածին արդարացնելու համար պետք է ինչ-որտեղ իր ուղեղն ու գիտակցությունը անջատի։ Մենակ լույսի բանակի աջակիցներն են, որ ճիշտ հակառակն է։ Մինչև ուղեղը չի միանա, մարդը չի կարա մեզ հասկանա ու աջակցի, որտեղ մեր գաղափարը հասկանալու համար ոչ թե ուղեղ անջատելն է պետք, այլ պետքա դրա ճիշտ հակառակը, պետքա միացնել ուղեղը, պետքա գիտակցել ու հասկանալ։ Մեզ հասկանալու համար պետքա ոչ թե ստարուկի, այլ տիրոջ մտածելակերպ, պետքա քննադատական ուղեղ ու բարձր IQ։ Մեր տարբերությունն ու բացառիկությունը հենց դրանում է։ Ու հիմա նորից գանք Նարեկի խոսքին։ Եթե դու ասում ես այո, մեզ ցեղասպանել են, այո, մեր հայրենիքում, այո, 1.5 միլիոն հայ են ոչնչացրել, այո, Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց հետո ավելացնում ես, բայց մենք ոչ մի տարածքային քաղաքական իրավական կամ պետական պահանջ չունենք։ Ապա դու գործնականում ցեղասպանությունը վերածում ես ընդհանրապես բարոյական բողոքի։ Այսինքն մեզ սպանել են, բայց մենք ոչ մի բան չենք պահանջում, բացի նրանից, որ թուրքերն ասեն, այո, սպանել ենք։ Լուրջ։ Էսա ձեր ամբողջ քաղաքական հորիզոնը։ Իսկ Արցախի պահով արդեն գալիս է լրիվ քաղաքական կոլապսը։ Լրագրողը հարցնում է Արցախի մասին ու ուշադիր լսեք այս նախադասությունը։ Արցախը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ միավոր է միշտ եղել եւ Հայաստանի մաս չի կազմել։ Էսի նույն Նիկոլի ասածն է։ Բա այսօր ինչ խոսում են, ասում են Բաղարաբաղը, Արցախը, Բաղարաբաղը, Արցախը։ Բա նախորդ շրջանում էլ ինչ խոսել ենք, ասել ենք Բաղարաբաղը, Արցախը, Բաղարաբաղը, Արցախը, Բաղարաբաղը, բա վերջում ինչ պարզվեց։ Ասում են հող են կորցրել։ Այդ հողը ինչով է մեր եղել։ Ինչով է մեր, մի հատ բացատրեք ինչով է մեր եղել։ Ինչով մի հատ բացատրեք ինչով, այնտեղ դպրոց են կառուցել, մանկապարտեզ են կառուցել, գործարան են կառուցել, ապրել ենք այնտեղ, բնակավայր ինչով է մեր եղել։ Մերը չի եղել։ Մերը չի եղել։ Որ ասում են Ղարաբաղը մերն էր, այլևս մեր չի, սուտ է դա։
Նարեկ, դու Նիկոլի մտքերին դեմ չես։ Ում եք ուզում խաբեք, թե իբր ընդդիմադիր եք։ Ինչ Նիկոլն է ասում, նույնը դու ես ասում։ Էյանի ձեզ ընտրելով մարդիկ ինչն են ինչի հետ փոխելու կասես։ Մենակ դեմքն է փոխվելու։ Հիմա համ դու, համ Նիկոլը, համ էլ մնացած ով կա ձեր խելքի, որ ասում է Արցախը Հայաստանի մաս չի եղել։ Թուղթ ու գրիչներդ վերցրեք ու նստեք դաս սովորելու։ Ուշադրիր լսեք հիմա։ Արցախը հազարամյակներով եղել է հայկական քաղաքակրթական տարածք։ Հələ մեր թվարկությունից առաջ Տիգրան Մեծի ժամանակաշրջանում Արցախը մտնում էր մեծ հայքի կազմի մեջ։ Ստարաբոնը, Պլինիոս Ավակը, Պատրոմեոսը ու բազմաթիվ անտիկ աղբյուրներ արձանագրել են հայկական պետական ներկայությունը այդ տարածաշրջանում։ Հետո գալիս ենք 4-ից 5-րդ դարեր։ Արցախը հանդիսանում էր մեծ հայքի 15 նահանգներից մեկը, Արցախ նահանգը։ Ու այս ոչ թե քաղաքական կարծիքը, այլ պատմական դասագրքային փաստ, որը կամ լավ չեք սովորել, կամ էլ Նիկոլը Թուրքից դու էլ Կրեմլից վախում եք այդքանը ասեք։ Մի հատ բացեք 7-րդ դարի աշխարհացույցը։ 7-րդ դարի աշխարհացույցը հստակ արձանագրում է Արցախը որպես հայկական աշխարհագրաքաղաքական միավոր։ Միջնադարում աշխարհում իշխում էին հայկական մելիքությունները՝ Խաչենը, Դիզակը, Ջերաբերդը, Վարանդան, Գյուլիստանը։ Սրանք թղթի վրա նկարված միավորներ չէին, սրանք զինված, կազմակերպված հայկական իշխանություններ էին, որոնք պահում էին տարածաշրջանի հայկական ինքնությունը նույնիսկ օտար տիրապետությունների պայմաններում։ Այս գրեք ձեր մոտ, որ գոնե անգիր անեք հաջորդ հարցազրույցների համար, գրեք։ 1214 թվին կառուցվել է Գանձասարը, ոչ թե կովկասյան անորոշ մշակույթի հուշարձան, կառուցվել է հայկական առաքելական կենտրոն հայերեն արձանագրություններով, հայ իշխանական տոհմերով ու հայկական ճարտարապետությամբ։ Հետո գանք ռուսական կայսրության շրջան, երբ 1813 թվի Գյուլիստանի պայմանագիրը ու 1828 թվի Թուրքմենչայի պայմանագրերը տարածաշրջանը բերում են ռուսական կայսրության վերահսկողության տակ, բայց անգամ այդ ժամանակվա ռուսական փաստաթղթերում, որոնք մինչև հիմա էլ կան ու հիմա էլ նույն բանը արտագրվում է ամեն տարի, արձանագրված է, որ Արցախի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր էին։ Ճիշտ է, Արցախ չի գրած, Նագորնի Ղարաբաղ է գրած, բայց դե 1893 թվի, ներողություն, 1897 թվի ռուսական կայսրության մարդահամարը փաստում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնական բնակչությունը հայկական էր։ Հիմա գանք ամենակարևորին, խորհրդային ժամանակաշրջանին։ Ուշադիր լսեք, 1921 թվի հուլիսի 4-ին Կովկասյան բյուրոն սկզբում որոշում է Արցախը միացնել Հայաստանին։ Հաջորդ օրը հուլիսի 5-ին ուշադիր լսեք, Ստալինի քաղաքական ճնշման արդյունքում որոշումը փոխվում է ու Լեռնային Ղարաբաղը թողում են նորաստեղծ ու արհեստածին Ադրբեջանի ԽՍՀ կազմում ինքնավար մարզի կարգավիճակով։ Էսի մի հատ հետ տվեք նորից լսեք, գրի առեք։ Ուստեղ ձեր համար ամենակարևոր միտքը ասեմ։ Արցախը Ադրբեջանին չի անցել պատմական կամ ժողովրդագրական հիմքով, անցել է մենակ բոլշևիկյան վարչական որոշմամբ։ Այսինքն, եթե ինչ-որ մեկը ասում է, որ Արցախը միշտ Ադրբեջանի մաս է եղել, ինքը կամ պատմություն չգիտի, կամ գիտակցաբար խեղաթյուրում է պատմությունը։ Հիմա դու ես երկուսից որ մեկն ես, էդ էլ դու քո մեջ գցի բռնի։ Հետո գալիս է արդեն նորագույն շրջանը 1988 թվին Արցախի ժողովուրդը օգտագործելով ԽՍՀՄ օրենքները սկսում է ինքնորոշման գործընթաց։ 1991 թվի դեկտեմբերի 10-ին անցկացվում է անկախության հանրաքվե։ Բնակչության ճնշող մեծամասնությունը քվեարկում է անկախության օգտին։ Դրանից հետո ձևավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը սեփական բանակով, պետական ինստիտուտներով, սահմաններով ու կառավարման համակարգով։ Համաձայն է, միջազգային ամբողջական ճանաչում չկար, բայց ասել, որ Արցախը Հայաստանի հետ կապ չի ունեցել, նշանակում է անտեսել հազարամյակների պատմությունը, մշակույթը, ժողովրդագրությունը, պատերազմները, պետական կապերը ու ազգային ինքնությունը։ Արցախը պարզապես տարածք չէր, Արցախը հայ ժողովրդի անվտանգության արևելյան ամրոցներից էր, հայկական ռազմական, մշակութային ու քաղաքակրթական հենակետ էր, ու երբ հեռու Իրանից քաղաքական գործիչը մի նախադասությամբ փորձում է ամբողջ պատմությունը վերածել չակերտավոր անկախ միավորի, արդեն խնդիրը անգրագիտությունը չի, խնդիրը ազգային քաղաքական մտածողության աղքատությունն է։ Այս խելքով եք փոփոխություն բերում, այդ ինչն եք փոփոխելու որ։ Դուք սկիտ տարական պատմություն չգիտեք ու ազգային արժեքների խորքային պատկերացում չունեք, այդ ինչ փոփոխություն եք բերելու։
Կամ Արցախից մի բան էլ հիշեցի, էդ էլ ասեմ, էդ էլ գրեք, որ ավելի լավ հիշեք։ Բոլորիդ համար ամենատպավորիչ Ստեփանակերտը, որ բռնիկ դրիկ 26 կոմիսարներից մեկի անունով, ով Բաքվում էր աշխատում ու Բաքվի համար, հետնել ամեն անգամ ամեն հարմար առիթով ուրանում էր ցանկացած տեսակի հայերի հանդեպ իրականացված սպանդու ցեղասպանություն, հարցը այդ չի։ Մի հատ նայեք Ստեփանակերտից առաջ ոնց է եղել այդ քաղաքի անունը, հայկական անունը, կոչվել է Վարարական, գիտեք որ թվից 490, 1490 չէ, ուղակի 490, էդ էլ է ձեր գրառումների մեջ ավելացնեք, որ միշտ հիշեք Արցախը հայկական եղել է, կա ու կլինի։ Ու մի բան էլ ասեմ, լավ իմացեք, երբ տարածքները ազատագրվում են, այդտեղ թափվում է նաև մեր ազգի անունը։ Իսկ արյունով գծված սահմանը հազարատ թուղթու պայմանագիր արժի, որ տարածքը վերցրել ես չվաճառված պատերազմով, դա քոնն է։ Ու դրա արժեքը որոշում են ոչ թե դիվանագիտական ժպիտները կամ քո ու Նիկոլի հարցազրույցներն ու դատարկ քաղաքական թեզերը, այլ են տղեկի գերեզմանները, ովքեր այդ հողի համար կյանք են տվել։ Պատմության մեջ ոչ մի ազգ իր հայրենիքը մակի բուկլետներով չի պահել են արյունով, կամքով, բանակով ու վճռականությամբ, որտեվ քարտեզները գծվում են սեղանների վրա, բայց իրական սահմանները որոշվում են այն պահին, երբ ինչ որ ժողովուրդ պատրաստ է մեռնի այդ հողի համար։ Ու եթե մի հողի վրա հայ զինվորի արյուն կա, հայ ընտանիքի հիշողություն կա, հայկական եկեղեցի կա, հայոց պատմություն կա, ուրեմն այդ արդեն լոկ տարածք չի, այդ արդեն հայ ազգային արժանապատվության հատված է։ Իսկ այն ազգերը, որոնք սկսում են իրենց արյունով պահած հողերին վերաբերվել որպես ժամանակավոր բեռի, վաղ թե ուշ կորցնում են ոչ միայն տարածքները, այլ նաև սեփական ողնաշարը։ Ուրեմն խնդիրը մենակ քաղաքականությունը չի, խնդիրը ազգային հիշողության միտումնավոր թուլացումն է, որով համ դուք եք զբաղվում, համ ձեր մյուս ընդդիմադիրները, համ էլ Նիկոլը։ Որտեվ հողը զուտ հեկտար չի, հողը երբեմն դառնում է ժողովրդի կամքի արժանապատվության ու ինքնապաշտպանության գինը։ Ու դու, որ ասում ես Արցախը հայկական չի եղել, դու փաստացի ուրացար մեր տղեկի Արցախում թափած արյունն ու գերեզմանները, ու չփորձես հանգարց ասես, որ այդ ընդհանրապես անհաջող ձևակերպում էր, այդ անհաջող ձևակերպում չէր, այդ պետական ու ազգային մտածողության միտումնավոր փլուզում էր, որտեվ այդ նախադասությամբ դու անգամ չես փորձում պաշտպանել հայկական սուբյեկտությունը Արցախի հարցում։ Դու բառացիորեն կրկնում ես այն կոնստրուկցիան, որով տարիներով միջազգային հարթակներում Հայաստանը ինքը իրան դուրս էր դնում գործընթացից։ Այսինքն դու էլ քո ուժեղ Հայաստանով, Քոչարյանն էլ, Սերժն էլ, Նիկոլն էլ նույնն եք, որպես հակահայկական ու ապազգային համակարգի քաղաքական արտադրանք։ Կարաս փաստերով հակադարձես, փորձի կամ խիզախություն ու այդ ուժեղ բառը սիրում ես, ուժեղություն արտահայտելու ավելի լավ տարբերակ առաջարկեմ։ Ուղիղ եթերով բանավիճելու հրավերս ընդունի, հրավիրում եմ։ 99% համոզված եմ, որ ամեն կերպ խույս ես տալու, խորշելու ու փախնելու ես իմ այդ բանավեճից։ Ապացուցի, որ սխալվում եմ, ապացուցի, որ ուժեղ ես։ Այս հանրային մարտահրավեր է ու լռությանդ արդեն քո աջակիցներն են գնահատական տալու, հենց որ տենանք ինչքան ես ուժեղ։ Հիմա հայրը ջան, մի կարևոր հատված էլ էս մեր ուժեղ աղբոր ասածից, ասում եմ մենք պետք է առերեսվենք իրականությանը։ Հայաստանի քաղաքական դաշտում էս արդեն դարել է պարտության նորաձև բառ։ Ամեն անգամ երբ ասում են իրականությանը առերեսվենք, 90% դեպքերում դրանից հետո գալիս է հերթական հրաժարումը։ Հրաժարում պատմությունից, հրաժարում իրավունքից, հրաժարում ուժից ու հրաժարում ազգային նպատակներից։ Եկեք մի հատ բան հասկանանք։ Իրականությունը մենակ այն չի, ինչ ունես այսօր։ Իրականությունը նաև այն է, թե դու ինչ կառուցելու կամք ունես վաղը։ Եթե բոլոր ազգերը մտածեին մենակ տվյալ պահի ուժերի հարաբերակցությամբ, աշխարհում ոչ մի ազատագրական պայքար երբեք տեղի չէր ունենա։ Հետո գալիս է այս ամբողջ հարցազրույցի ամենադատարկ ձևակերպումներից մեկը։ Ասում եմ մենք երկարաժամկետ արդարության կողմնակից ենք։ Արա ախր այս ոչ թե քաղաքական միտք է, այլ մշուշ։ Ինչ է նշանակում երկարաժամկետ արդարություն։ 100 տարի սպասել, 150 տարի հիշել, ամեն ապրիլի 24-ին սև նկար դնել Facebook-ում, թե Թուրքիայից բարոյական խոստովանություն աղաչել։ Պետությունները արդարության կողմնակից չեն ելնում։ Պետությունները ունենում են շահեր, ռազմավարություն, ուժ, նպատակներ ու դրանք առաջ տանելու մեխանիզմներ։ Իսկ սրանց ամբողջ քաղաքականությունը հանգում է մի բանի. Թուրքիան պետքա ընդունի մեղքը։ Լավ, ընդունեց։ Եթե ուրիշ պահանջներ կամ պատժամիջոցներ չունես, հետո
Եթե բացի բանավոր ճանաչելուց ուրիշ գործողություն չկա, ոչ հողերի վերադարձ, ոչ փոխհատուցում։ Մի հատ կասես հասկանանք ինչն է փոխվում աշխարհակաղակական իմաստով։ Ուր է ձեր պետական դոկտրինը, ուր է ձեր ազգային ռազմավարությունը, ուր է ձեր ուժի կոնցեպտը, չկա, որովհետև ամբողջ խոսույթը կառուցված է ոչ թե ապագա կառուցելու, այլ բարոյական վիրավորանքի շուրջ պատտվելու վրա։ Ասում ես պետք է ցույց տանք, որ մեր հետ չի կարելի ցեղասպանության լեզվով խոսալ, ու քո լրիվ տրամաբանությունը հիմնված է նրա վրա, որ իրանք հետո վտանգ կզգան, որ կարող է մենք մեզ նեղացած պահենք, դրանից ելնելով իրանք ճանաչեն, որ մեղավոր են։ Էհա տենց հակառան ցեղասպանեն ճանաչեն, եթե ուրիշ պահանջ կամ պատժամիջոց չունես, այդ իրանք ճանաչելով ես իրանք սպառնում, որ էլ չցեղասպանեն, հա։ Այն դեպքում, որ ոչ մի ճնշող մեխանիզմներ չես առաջարկում, այսինքն քո ամբողջ հույսը զուտ իրանց կամքի վրա է, կճանաչեն թե չէ։ Իսկ կարան համ չճանաչեն, համ էլի ցեղասպանեն։ Իհարկե կարան, բայց ժամանակ ինչ ես անելու։ Ասելու ես դե որ տենց է, հեսա նայեք ոնց ենք մի 100 տարի էլ երկեր գրում, հա։ Այս չեմ հասկանում, դուք եք աննորմալ, թե ժողովրդին եք դրել գժի տեղ։ Եթե վախում եք հստակ դիրքորոշումներից, ուր եք ախր մտնում քաղաքականություն։ Էդ էլ հերիք չի, մի հատ էլ ուզում եք երկրի ղեկավար դառնաք։ Հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ արդեն վաղուց ժամանակն է, որ Հայաստանի ղեկավար դառնա այն ուժը, ով իրոք վախ է ներշնչում թշնամիներին ու չի վախում ազգի շահերը պաշտպանող ու ազգի պատիվը բարձր պահող ծրագրերից ու քայլերից, ով չունի արտաքին կառավարման կենտրոններ, որտեղից իրան կարան մի բան արգելեն կամ թույլ տան։ Լավ, ինչքան կարելի է մի բառախաղի վարպետին փոխել մյուսով, չեք հոգնել հələ, կամ հələ հոգնելը մի կողմ չի ցավում։ Ինչքան կարելի է, լավ։ Այս պետությունն է թե մանկապարտեզ։ Այսքան խոսած գոնե մի անգամ չասես Թուրքիան պատասխանատվություն է կրելու, կամ Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը փոխվելու է, կամ ասենք տարածաշրջանում ուժային հավասարակշռություն ենք կառուցելու, կամ ասենք, չգիտեմ, պատժելու կարողություն ենք ձևավորելու, փոխարենը անընդհատ ասում է թուրքերը թող ընդունեն, թուրքերը թող խոսան, թուրքերը թող հասկանան։ Կարող է գիտես աշխարհակաղակականությունը հոգեբանական թերապիա է։ Պետությունները գոյատևում են ոչ թե այն պատճառով, որ իրանց ցավը հասկացել են, այլ որտեղ իրանց ուժը հաշվի են առել։ Ու հիմա եթե այս ամբողջ հարցազրույցը մի նախադասությամբ ասենք, ստացվում է, որ Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց մենք ոչ մի բան չենք պահանջում։ Արցախը մերը չէր, բայց ցավում ենք։ Ցեղասպանությունը եղել է, բայց հարաբերությունները կարան շարունակվեն ու Թուրքիան մեղավոր է, բայց մենք մենակ ուզում ենք, որ Թուրքիան ընդունի, որ ինքը մեղավոր է։ Այս ոչ թե փոփոխություն բերող ուժ է կամ նոր քաղաքականություն, այլ նույն Նիկոլի Պարտության փիլիսոփայությունն է, ուղղակի սիրուն բառերով փաթեթավորված։ Ու հայր ջան, ես ձեզ ուղղակի խնդրում եմ, կամքի ուժ ունեցեք այնքան, որ տենակ ու հասկանաք, որ եթե ազգի ամբողջ քաղաքական հորիզոնը սահմանափակվում է մենակ նրանով, որ թշնամին մի օր բարոյապես ընդունի իր մեղքը, ուրեմն այդ ազգը վաղ թե ուշ սկսում է ապրել ուրիշների խղճի հաշվին, իսկ պատմության մեջ ուրիշների խղճի հաշվին ոչ մի ազգ երկար չի գոյատևել։ Ու հիշացնեմ մի հատ պարզագույն ճշմարտություն, որ ելքը մենակ լույսի բանակի հետ է։ Ինչքան շուտ բոլորդ սա հասկանաք, այնքան քիչ կունենաք կորուստ, հիասթափություն ու խայտառակություն։ Պարոն Կարապետյան, մի հարց էլի, օրինակ նայեք, ընդդիմադիր ուժերը հիմնական իշխանության հիմնություն են աղաչում, ասում են մոռացության եք մատնում Արցախը, բայց մի կողմից երբ որ թեզերը լսում ենք, որևէ ուժ որպես այդպեսին կոնկրետ ընդդիմադիր նկատինում, կոնկրետ տեսլական չի ներկայացնում, թե Արցախի հետ կապված ինչ է պատկերացնում, չէ լինելու, որն է սրա պատճառը։ Այստեղ արդեն մինչև Նարեկի պատասխանը լսել եմ, մի հատ կանգ առնենք հենց լրագրողի հարցի վրա, որտեվ երբեմն ամբողջ համակարգը բացահայտվում է ոչ թե պատասխանի, այլ հարցի մեջ։ Լրագրողը ասում է, ընդդիմադիր ուժերը խոսում են Արցախի մասին, բայց որևէ կոնկրետ տեսլական չեն ներկայացնում, թե ինչ է լինելու Արցախի հետ։ Հիմա ես ուզում եմ մի հատ շատ ուղիղ հարց տամ, էլի, դուք կոռեկտ թե խուլ։ Այս արդեն հռետորական հարցել չի, որտեվ լույսի բանակը Արցախի վերաբերյալ խոսացել է տասնյակ ձևաչափերով, հարցազրույցներով, վիդեոներով, քաղաքական ելույթներով, հանրային հայտարարություններով, մեր կայքի քաղաքական ծրագրերով, ռազմավարական մոտեցումներով ու անգամ ճանապարհային քարտեզներով, ընդ որում ոչ թե ընդհանուր կվերադարձնենք մենք գիտենք ոնց,
Այս դատարկ մակարդակի կարգախոսներով չի որ արտահայտվել ենք, այլ կոնկրետ գաղափարական, անվտանգային, պետական ու ռազմավարական կոնցեպտներով։ Այսինքն ստեղ արդեն երկու տարբերակ կա, կամ դուք պրոֆեսիոնալ անտարբերության մակարդակի եք հասել, կամ ձեզ հստակ հրահանգված է Լուիսի բանակը քաղաքական դաշտում չնկատել։ Երրորդ տարբերակ ուղղակի գոյություն չունի։ Ու այս արդեն պատահականություն չի, այս համակարգը, որին ծառայելու են անցել արդեն լրագրողները։ Նայեք ինչ է կատարվում Հայաստանի մեդիա դաշտում։ Մի հատ լրատվականները նայեք։ Տարիներով նույն դեմքերը, նույն ճակերտավոր ընդդիմադիրները, նույն ճակերտավոր փրկիչները, այսինքն միշտ նույն փակ շրջանառությունը։ Մի քանի լրագրողի հանած, մնացած բոլորը առանց բացառության։ Այս հակահայկական համակարգի ծառայող են։ Մեկը պատկանում է Նիկոլի տեղեկատվական համակարգին, կամ բացահայտ կամ թաքնված, նույն ձևով կամ բացահայտ կամ թաքնված մյուսը Սերժի, մյուսը Քոչարյանի, մյուսն էլ հերթական օլիգարխիկ կենտրոնի, բայց երբ հայտնվում է ուժ, տվյալ դեպքում Լուիսի բանակը, որը դուրս է այս ամբողջ բեմականացված համակարգից, հանկարծ սկսվում է կոլեկտիվ կուրությունը, չեն տենում, չեն լսում, չեն հրավիրում, չեն արձագանքում ու չեն քննարկում։ Հետո էլ կանգնում տեսախցիկի առաջ, ասում են տեսլական չենք լսել, լուրջ։ Հայր ջան, բոլորդ ուղղակի պարտավոր եք հստակ հասկանալ մի բան, որ Հայաստանի քաղաքական մեդիա լրատվական դաշտի մեծ մասը վաղուց դադարել է տեղեկատվական ոլորտ լինելուց։ Այս բեմ, որտեղ բոլոր դերերը վաղուց բաժանված են։ Մեկը խաղում է իշխանություն, մյուսը խաղում է անդիմություն, մյուսը խաղում է վրդովված վերլուծաբան, այն մյուսն էլ խաղում է ճակերտավոր ազգային փրկիչ։ Բայց երբ հայտնվում է մի ուժ, այո, մենք, որը չի տեղավորվում այս կապիկ սցենարի մեջ, ամբողջ համակարգը սկսում է գործել նույն ռեֆլեքսով, ձևացնում են իբր տվյալ ուժը գոյություն չունի։ Հետո էլ զարմանում են, թե ոնց է հասարակությունը սկսել չվստահել լրատվական համակարգին, որովհետև ժողովուրդը արդեն տենում է ձեր անորակ բեմադրությունը։ Ու էդ էլ ասեմ իմանաք, սրանք այն նույն լրագրողներն են, որոնք ապրիլի 24-ին շարքային քաղաքացիներից մինչև ամենատարբեր քաղաքական դեմքեր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ վազվզում էին հարցազրույց վերցնելու, բառացիորեն բոլորից, ու այդ այն դեպքում, որ կոնկրետ 2026 թվի ապրիլի 24-ը կայացավ բացառապես միայն Լուիսի բանակի շնորհիվ, ով ուզում է հերքի, ով ուզում է պատկերացնի, ով ուզում է հավատա, չհավատա, ուզում է գլուխները պատին տան, պատնել գլխին, դա փաստ է ու իրականություն։ Ու ով լրագրող կոչվածը պետք է դա հստակ իմանար, բայց արի ուտես իրանք մեզ չեն նկատում։ Մենք մեր այդ մեծ պաստառով կանգնած էինք ամիջապես լրագրողների կողքը, բայց իրանք Լուիսի բանակին ճակերտավոր չեն նկատում։ Ինչա պետք է ասեն չտեսանք, թե պետք է ասեն չճանաչեցինք։ Այս արդեն խնդալու էլ չի, այս քաղաքական ինֆորմացիոն սանիտարիա, այս այն պահն է, երբ համակարգը փորձում է հանրային ուշադրությունից մեկուսացնել ցանկացած ուժ, որը սպառնում է ամբողջ բեմականացված հավասարակշռությանը։ Դրա համար հայեր ջան, իմ ամեն մի ուղերձ մանավանդ հենց այս պետք է անխնա տարածեք ու տենց այնքան մինչև սրանք բոլորն էլ հասկանան, որ արդեն իրանք են մնում մութ անկյունում, ու դա շուտով կլինի։ Ու իմացեք ամենակարևոր իրականությունը, երբ քաղաքական դաշտում իրական այլընտրանքը սկսում են լրացնել ոչ թե բանավեճով կամ դատելով կամ չգիտեմ ինչով, այլ անտեսելով, այդ արդեն նշանակում է, որ համակարգը վախեցած է, որովհետև ուժեղ գաղափարից ամենաշատը վախում են ոչ թե հակադարձելով, այլ ձևացնելով, թե գաղափարը կարող ուժը գոյություն չունի։ Այս աշխարհի բոլոր փակ քաղաքական համակարգերի դասական մեխանիզմն է։ Ու գիտեք ինչն է ամենահետաքրքիրը, եթե Լուիսի բանակը աննշան ուժ լիներ, այսքան համակարգված լռություն չէր լինի։ Իսկ երբ տարբեր բևեռների մեդիաները միաժամանակ սկսում են քեզ ճակերտավոր չնկատել, այդ արդեն ինքնին քաղաքական ցուցիչ է, որտեվ տարբեր ճամբարների մեջ ամենահեշտ համաձայնությունը ելնում է մի հարցում՝ չթողել համակարգից դուրս գտնվող ուժը բնական ձևով աճի։ Ու սրանց այս լռությունը, այս համատարած չնկատելը արդեն այնքան է մեծացել, որ ավտոմատ դառնում է բարձր ճիչ Լուիսի բանակի մասին։ Ու հիմա հայեր ջան, դուք ինքներդ ձեզ հարց տվեք, եթե տարիներով նույն դեմքերն են պատտվում այդ նույն ալիքներով, եթե նույն մեդիաներն են որոշում ով կա իրենց համար նկատելի ու ով չկա, եթե իրական ծրագրերը անտեսվում են, իսկ դատարկ խոսակցությունները ժամերով եթեր են ստանում, ապա միգուցե այն ինչը դուք տենում եք որպես քաղաքական պայքար, իրականում շատ դեպքերում պարզապես լավ կազմակերպված ներկայացում է։ Ու սրանց համար ամենավտանգավոր պահը այն է, որ ժողովուրդը սկսում է հասկանալ, որ բեմի վրա իրար քրֆող դերասանները հաճախ նույն բեմադրիչի տակ են աշխատում։
Հիմա եկեք լսենք այս քաղաքականապես կույր ու անտեղյակ լրագրողի հարցին Նարեկը ոնց է պատասխանում։ Տեսլականը ես ձեզ ասեմ, քանի որ 8 տարվա ընթացքում Արցախի հայերի իրավունքների կարգավիճակի քննարկումները իջել է միայն վերադարձի իրավունքի մակարդակի, մեր երկրի, մեր ժողովրդի հիմնական նկրտումը, որ հայերը իրավունք ունեն իրենց հայրենիք վերադառնան այս պահին։ Եվ նաև երկրորդ հարցը Արցախահայերի համար ապահովել Հայաստանում ապահով բնակություն, տների հետ կապված խնդիրը լուծել Արցախահայերի, բայց պետք է հիշենք մի կարևոր բան, երկարաժամկետ մեզ պետք է ունենալ ուժեղ երկիր, որպեսզի այս տարածաշրջանում քամիների, այս բազմակի քամիներով անցնող բարդ տարածաշրջանում մենք կարողանանք երկարաժամկետ լինենք գործոն լինելու հնարավորություն ունենք։ Աշխարհում շատ են օրինակները, որ փոքր երկրները ավելի լավ կազմակերպելով դարձել են գործոն եւ դարձել են տարածաշրջանում խաղաղության հիմնական թելադրում։ Հենց առաջին նախադասությունից ամբողջ ողբերգությունը երևում է։ Ասում է 8 տարվա ընթացքում Արցախի հայերի իրավունքների քննարկումները իջել են մենակ վերադարձի իրավունքի մակարդակի։ Իջել են, Նարեկ։ Նոր դու ես ասում, որ արցախցիները պետք է վերադառնան ու ոչ մի տարածքային նկրտում չունես։ Ես չեմ հասկանում, այս տղեն ինքը իրան լսում է, թե պայտակ մտքին ինչ գալիս է ասում է։ Նոր ինքն էր ասում, որ իրանց ծրագրում մենակ արցախցիների վերադարձն է։ Հիմա էլ ասում է այդ իջած մակարդակը։ Ապեր դու գոնե խաբար ես, որ հայազգը իջած մակարդակից տեղյակ է ու ուզում է բարձրանա։ Դու էլ ուզում ես գաս իշխանության այդ նույն իջած մակարդակով, դրա անունն եք դրել, որ փոփոխություն եք բերում։ Այս լրիվ խարաբեղած չենջ է, որտեղ $100 փոխում ես ուրիշ $100-ով, այն որ մենակ սերիան է ուրիշ, կամ ավելի վատ, տեսել եք, որ լիստում 10,000 դրամով 1000 դրամանոց են ծախում, տեսած կլնեք, այն որ հարցնում ես ինչի համար ես 1000 դրամանոցը վաճառում 10,000 դրամով, ասում է խերով 1000-նոց է փող է բերում, այո, իրան փող է բերում, որտեղ առնողը տգետ է, հիմա ինչ դառնանք 10,000 դրամով 1000 դրամանոց առնող, իսկ այս դեպքում այս մարդկանց ձենտալը թե իրենց թե Նիկոլին համարը նույն բանն է։ Կամ լավ, որ ասում ես Արցախահայերի իրավունքների քննարկումները իջել են մենակ վերադարձի մակարդակի։ Բա դուք ուր եք այդ ընթացքում։ Դուք էլ եք նույն քաղաքական դաշտի մաս եղել, նույն մեդիա համակարգի, նույն ճակերտավոր ազգային խոսույթի, նույն կեղծ անդիմադիր թատրոնի, հիմա կանգնել փաստ արձանագրել, որ նշաձողը իջել է, բայց չասել ով իջացրեց, ինչի իջացրեց, ովքեր լռեցին ու ովքեր հարմարվեցին, այս արդեն վերլուծություն չի, այս պատասխանատվությունից խուսափում է։ Ասում եմ, մեր հիմնական նկրտումը, որ հայերը իրավունք ունենան վերադառնալու իրենց հայրենիք։ Երբ ամբողջ ազգային հարցը հասցվում է մենակ վերադարձի իրավունքին, դու արդեն ընդունել ես պարտության նոր սահմանումը, դու արդեն ընդունել ես, որ Արցախը Ադրբեջանն է։ Ոչ մի արմատական հիմնական փոփոխություն չկա։ Վառ օրինակը գիտեք որն է։ Բոլորը Նիկոլին դեմ են, ուզում են նոր ուժ, ինչի համար, որովհետև Նիկոլը ասում է Արարատը մերը չի, Արցախը Ադրբեջանը։ Ճիշտ է։ Ընտրում են նոր ուժ։ Նոր ուժը այսօր ի հայտ է գալի ուժեղ Հայաստան անունով։ Ընտրությունն է կամ Նիկոլ կամ Սամվել Կարապետյան։ Ինչ է ասում Սամվել Կարապետյանի համ բարեկամ համ թիմակից Նարեկ Կարապետյանը։ Ասում ենք հարևան պետությունների հանդեպ ոչ մի տարածքային նկրտումներ չունենք։ Ինչ է ստացվում։ Համակարգը չմնաց նույնը։ Այսինքն, եթե դուք դժգոհ եք, որ Նիկոլը Արարատը ճանաչում է Թուրքիա, ոչ թե Արևմտյան Հայաստան, Արցախն էլ Ադրբեջան։ Խնդրում եմ, որևէ մեկը կար ասի տարբերությունը Նիկոլի քաղաքական դիրքորոշման ու ուժեղ Հայաստան կոչվածի, եթե երկուսն էլ ասում են, որ նկրտում չունենք։ Այսինքն, եթե չունես, դու չես ճանաչում դա հայկական։ Ու ինչն է հաստատում այն, որ նույն ուժեղ Հայաստանը Արցախը ճանաչում է Ադրբեջան։ Մենակ այն, որ նույն Նարեկ Կարապետյանը ասում է արցախցիները կվերադառնան Արցախ Ադրբեջանի անձնագրերի ներքո։ Այսինքն, ինչ է, ես գար, դուք բոլորով գայլ։ Ես չեմ հասկանում։ Ադրբեջանի անձնագրերի ներքո գնալ Արցախ չեղա, որ Արցախը Ադրբեջանը Արցախին ուղղակի այնտեղի բնակիչ եղավ։ Հիմա որևէ մեկը կարող է ինձ ասի տարբերությունը։ Բառերի շարադրանքի մեջ է ընդհանրապես։ Այս այլևս հայրենասիրություն չի, այս հումանիտար խնդրի լեզու է, ու այս է Հայաստանի քաղաքական դասի ամբողջ անկումը։ Արցախը այլևս չեն ներկայացնում որպես ազգային քաղաքական անվտանգային հարց, այլ ներկայացնում են որպես տեղահանված մարդկանց սոցիալական խնդիր։ Այսինքն մեծագույն ազգային ողբերգությունը կամաց վերածում են փախստականի թեմայի։ Այս ոչ այլ ինչ է, քան համակարգով ստեղծված ուժերի մեջ պայմանավորված ազգային գիտակցության միտումնավոր դեգրադացիա։ Ասում է պետք է Հայաստանում ապահով բնակություն եւ տների հարց լուծել արցախահայերի համար։ Լավ, բնականաբար մարդիկ պետք է բնակարան ունենան, այս նույնիսկ
քննարկման հարց չի, բայց խնդիրը գիտեք որն է, երբ ամբողջ քաղաքական խոսույթը սկսում է պատտվել մենակ բնակարանների շուրջ, դու հերթական անգամ ազգային հարցը իջացնում ես սոցիալական ադապտացիայի մակարդակի։ Ոստեղ ամենասարսափելին այն է, որ նույնիսկ խոսքի ենթագիտակցության մեջ այլևս չկա վերադարձի ռազմավարություն որպես ուժային քաղաքական գործընթաց։ Կա մենակ գոյատևման ադմինիստրացիա, այսինքն ոչ թե ինչպես վերականգնել հայկական գործոնը Արցախում, այլ ինչպես ինտեգրել պարտության հետևանքները։ Ու հիմա գալիս է արդեն դասական քաղաքական կախարդանքը։ Այս Նարեկն ասում է երկարաժամկետ մեզ պետքա ուժեղ երկիր, ու հենց այդտեղ ժողովուրդը պետքա սովորի տարբերել գաղափարը լոզունգից, որովհետև ուժեղ երկիր է պետք, կարա ասի ցանկացած մարդ։ Հարցը այն է, թե ինչ է ձեր ուժի մոդելը, որն է ձեր դոկտրինը, ձեր ռազմավարությունը, ձեր ժողովրդագրական քաղաքականությունն ու ձեր հակաթուրքական զսպման համակարգը։ Չկա, կա ընդհանրապես սիրուն նախադասություն, պետքա ուժեղ երկիր։ Այս նույն մակարդակն է, ոնց որ ասես պետքա լավ ապրել։ Հետո ասում է պետքա տարածաշրջանում գործոն լինենք։ Լավ, բայց ինչ գործոն, տնտեսական, ռազմական, թե տեխնոլոգիական, միգուցե դիվանագիտական, հետախուզական, էներգետիկ, թե քաղաքակրթական։ Մենակ չասես էլի այդ լրիվ իրար հետ, որտեվ գործոն բառը քաղաքականության մեջ ամենասիրելի մշուշային բառերից մեկն է։ Բոլորը սիրում են ասել պետքա գործոն դառնանք, բայց երբ հարցնում ես ոնց, սկսվում են ընդհանուր դատարկություններ։ Ու ամենաբոցը վերջում է, որ ասում է փոքր երկրները լավ կազմակերպվելով դարել են տարածաշրջանում խաղաղության հիմնական թելադրող։ Նարեկ խաղաղության թելադրող։ Ես հասկանում եմ, որ ամբողջ կյանքդ այս տարածաշրջանից դուրս ես ապրել ու գաղափար անգամ չունես այս տարածաշրջանի կարգ ու կանոնից։ Դրա համար էդ էլ սովորացնեմ։ Ուրեմն իմացի, որ այս տարածաշրջանում խաղաղությունը չեն թելադրում լավ պուպուշ մարդկանցով, թելադրում են ուժով։ Այս տարածաշրջանում խաղաղության իրական լեզուն ուժերի հավասարակշռությունն է։ Ու ով այսքանը չի հասկանում, ինքը վաղ թե ուշ սկսում է այդ խաղաղությունը մուրալ։ Այդ միշտ իմացի ու հիշի, որ պետությունները պահվում են ուժի կազմակերպմամբ։ Այսքանը չհասկանալուց պատճառով է, որ Արցախի հարցը վերածել եք բնակարանային ծրագրի, ազգային պայքարը վերադարձի իրավունքի կամ 0% հարկի, ուժեղ պետությունը սիրուն լոզունգի, իսկ տարածաշրջանային քաղաքականությունը մշուշոտ գործոն բառի։ Դրա համար էլ ժողովուրդը այլևս հավատ չունի քաղաքական խոսքի հանդեպ, որտեղ ժողովուրդը անգամ ենթագիտակցորեն զգում է մի բան. երբ քաղաքական միտքը կորցնում է ուժի լեզուն, այդ միտքը սկսում է խոսալ մենակ պարտության հետևանքների կառավարման մասին։ Ու հիմա եկեք այս ամեն ինչը բերենք մի կետի։ Ես այսօր քննարկեցի ոչ թե մենակ Նարեկի հարցազրույցը, այլ ձեզ բացեի ցույց տվեցի մի ամբողջ քաղաքական մտածողության անատոմիա։ Մտածողություն, որտեղ պահանջատիրությունը կա առանց ուժի, պատմությունը կա առանց կամքի, հայրենասիրությունը կա առանց պատասխան հարվածի դոկտրինի, ու ազգային խոսքը կա առանց ազգային վերածննդի ծրագրի։ Մի ամբողջ համակարգ, որը ժողովրդին տարիներով սովորացրել է կամ հանձնվել, կամ անverջ ողբալ։ Մեկը ասում է մոռացեք ամեն ինչ ու խաղաղ ապրեք, մյուսը ասում է չմոռանաք, բայց համակերպվեք ու երկար պահանջեք։ Երկուսն էլ շրջանցում են գլխավոր հարցը՝ ոնց կառուցել նենց Հայաստան, որի հետ այլևս ոչ ոք չի համարձակվի խոսալ ուժի լեզվով։ Ստեղ է մեր ու այս բոլորի ամբողջ տարբերությունը։ Լույսի բանակը չի եկել դառնալու այս քաղաքական կրկեսի հերթական դերասան։ Մենք չենք եկել դառնալու մի քիչ ավելի հայրենասեր ընդդիմություն։ Լույսի բանակը չի եկել ժողովրդի ցավը վերածելու քաղաքական բիզնեսի։ Մենք ասում ենք մի բան, ինչը այս համակարգը վախում է նույնիսկ արտաբերի։ Հայ ազգը պետք է վերադառնա ուժի քաղաքականությանը, ոչ թե մենակ հիշողության, ոչ թե մենակ ողբի, ոչ թե մենակ բարոյական ճշմարտության, այլ ուժի, տեխնոլոգիական ուժի, ռազմական ուժի, հետախուզական ուժի, ժողովրդագրական ուժի, քաղաքական կամքի ու վերջապես պետական սառնասրտության։ Որտեվ պատմության մեջ հարգում են ոչ թե մենակ տուժած ազգերին, այլ այն ազգերին, որոնք իրենց ցավը վերածում են անխուսափելի ու անհաղթահարելի ուժի։ Ու հիմա հայրը ջան, դուք բոլորդ կանգնած եք շատ պարզ ընտրության առաջ, շատ պարզ։
ընտրել ես նույն համակարգի տարբեր մասնաճյուղերին, որոնք իրար հետ կռվում են մենակ տեսախցիկների առաջ, թե վերջապես դուրս գալ այս քաղաքական թատրոնից ու միանալ լույսի բանակին, որովհետև երբ նույն համակարգի տարբեր դերասաններ քեզ առաջարկում են ընտրել իրանցից որևէ մեկին, այդ դեռ ընտրություն չի, այդ նույն փակ սենյակում աթոռ փոխելու առաջարկը, իսկ լույսի բանակը ասում է, որ ժամանակն է փոխելու ոչ թե աթոռները, այլ ամբողջ սենյակի կառուցվածքը, ոչ թե ընտրել հերթական ճակերտավոր փրկչին, այլ վերածնել ազգային կամքը, ոչ թե հարմարվել պարտության կառավարմանը, այլ կառուցել հաղթանակի ճարտարապետություն։ Ու եթե այս ամեն ինչից հետո դեռ ինչ-որ մեկը չի հասկացել, թե ինչի են սրանք բոլորը վախում իրական այլընտրանքից, ուրեմն թող ինքը իրեն մեծ հարց տա։ Եթե լույսի բանակը վտանգ չի ներկայացնում այս համակարգի համար, ինչի են սրանք բոլորը միաժամանակ ջայլամի նման գլուխները մցրել հողի մեջ ու ձև են բռնել, իբր մեզ ոչ տենում են, ոչ ճանաչում են, ոչ էլ մենք գոյություն ունենք։ Մի ամիս առաջ ասեցի, չէ, երևի հիշում եք, որ Սամվելի գովազդային ընկերությունը, որը կոչվում է Հանքաշար, մեկը ռիա, մեկը Հանքաշար։ Երևի այդ հանքաշարի հետ էր շփոթել, որ հաղթարշավին հաղթաշար էր ասում։ Մեզ մերժեց այդ հանքաշարը մեր գովազդում։ Ուղիղ տեքստով ասեցին, ձեր գովազդը մենք չենք տեղադրի։ Դրան մանրամասն անդրադարձել եմ, գտեք նայեք, եթե հետաքրքիր է։ Ու էդ էլ է հերթական ապացույցը նրա, որ ուղակի մեր գոյությունից, մեր գաղափարից, մեր գիտելիքներից, հայրենասիրությունից ու խորքային գիտակցումից, թե ինչ է հայի ինքնությունը, սրանք բոլորը վախում են։ Ու վերջում մի բան կասեմ, որ Հայաստանը այսօր ճգնաժամի մեջ չի մենակ, Հայաստանը կանգնած է քաղաքակրթական ընտրության առաջ, կամ մենք շարունակելու ենք ապրել այս անվերջ քաղաքական բեմադրության ներսում, մի օր Նիկոլ, մյուս օրը ուժեղ Հայաստան, երրորդ օրը հերթական ճակերտավոր ազգային փրկիչ, կամ հայ ժողովուրդը վերջապես կհասկանա, որ ազգերը փրկվում են ոչ թե քաղաքական դերասանների փոփոխությամբ, այլ մտածողության հեղափոխությամբ։ Ու հենց այդտեղից էլ սկսվում է իրական պայքարը, ոչ թե աթոռների համար, ոչ թե հերթական կուսակցության շոուի համար, ոչ թե մարդկանց էմոցիաների վրա խաղալու համար, այլ ազգային գիտակցության վերածննդի համար։ Որտեւ եթե նույն մտածողությունը մնա, դեմքերի փոփոխությունը ոչ մի բան չի փոխելու։ Մի դերասանին փոխարինելու է մյուսը, մի ստին մյուս սուտը, մի հիասթափությանը մյուս հիասթափությունը։ Իսկ իրական փոփոխությունը սկսվում է այն պահին, երբ ժողովուրդը դադարում է հավատալ այդ սիրուն փաթեթավորված թուլությանը ու սկսում է պահանջել ուժ, խորություն, կամք, ռազմավարություն ու արժանապատվություն, այն պահին, երբ ազգը հասկանում է, որ պետությունը զուտ տարածք չի, պետությունը հավաքական բնավորություն է, հավաքական կամք է ու հավաքական հոգեբանություն։ Ու եթե ազգի մտածողությունը մնում է պարտվածի, վախեցածի ու հարմարվածի մակարդակում, ապա ոչ մի ճակերտավոր փրկիչ իրեն չի փրկելու։ Բայց եթե ժողովուրդը վերադառնա ուժի, ինքնիշխանության, ինքնասիրության, կարգապահության ու ազգային բարձր նպատակի քաղաքակրթությանը, այդ ժամանակ արդեն ոչ մի արտաքին ուժ չի կարող կոտրի այդ ազգին։ Այս տեղից էլ սկսվելու է իրական վերածնունդը։ Լավ մնաք ու Աստված օրհնի ձեզ բարձր սիրով ու իմաստությամբ։ Մեր արժանապատիվ, վճռական եւ հեռատես գաղափարակիցներ։ Ձեր աջակցությունների շնորհիվ մենք քիչ բան չէ, որ հասցրել ենք անել, սակայն ոչ բավարար ակտիվության պատճառով դեռ շատ անելիքներ մնացել են որպես նպատակ։ Շատ քիչ է մնացել, որպեսի մեծ թափով ու ծավալով շարունակենք ու ավարտին հասցնենք մեր իրազեկման արշավը։ Մարզեր այցերի փուլի վրա մենք կանգ ենք առել։ Մեր այցերը չեն սահմանափակվելու մեկ մարզով կամ մեկ օրով։ Մենք իրազեկելու ենք Հայաստանի բոլոր բնակավայրերը։ Մեզ պետք է միանան բոլոր նրանք, ովքեր ձեր նման հեռատես են, վճռական ու զուրկ են ստրկամտությունից։ Իրազեկման արշավին զուգահեռ մենք պատվիրելու ենք գովազդներ նրանց մոտ, ովքեր չեն վախենում լույսի բանակից, քանի որ հայ են ու հայակենտրոն մտածողություն ունեն։ Իրականում ծավալները փոքր չեն եւ դրանք պահանջում են բառացիորեն յուրաքանչյուրիդ առավելագույն մասնակցությունը։ Հակառակ դեպքում կրկին մեծ բարդություններով ենք շարժվելու առաջ։ Ուստի մեր խնդրանքն է ձեր հնարավորությունների եւ ցանկության առավելագույն չափով սեղմ ժամկետներում աջակցեք մեզ իրականացնելու համար այսքան կարևոր իրազեկման արշավը։ Շատերի խնդրանքով մեզ աջակցելու տարբերակներին ավելացվել են եւս 4-ը՝ Bitcoin, Ethereum, USDT եւ USDC։
Ձեզ ենք ներկայացնում փոխանցումների բոլոր տարբերակները եւ ակտիվ ու մեծ աջակցության ակնկալիքով սպասում ենք մեր գործունեության իրականացման հնարավորությանը։ Եվ այսպես, Իդրամ, ID Bank, Inecobank, Sberbank, PayPal, Bitcoin, Ethereum, USDT, USDC Այս բոլոր տարբերակները կարող եք գտնել մեր 3w.luisibanak.com կայքի ֆինանսական աջակցություն բաժնում։ Ցույց տանք հային ստրկացնել փորձողներին, թե ով է տերը Հայաստան աշխարհի։ Միասնական, ի գործ։